ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է Հնդկաստանի հետ 10-ամյա պաշտպանական համագործակցության պայմանագրի ստորագրման մասին, այս մասին հայտնում է Reuters-ը։ Հեքսեթի խոսքով պայմանագիրը տարածաշրջանային կայունության ու զսպման անկյունաքարն է ու կնպաստի երկու երկրների միջև ավելի խորը համակարգման, հետախուզական տվյալների փոխանակման ու տեխնոլոգիական համագործակցությանը։ Իր հերթին հնդիկ նախարարը գովաբանել է իր ամերիկացի գործընկերոջ հետ արդյունավետ հանդիպումը։ Նա ընդգծել է, որ պայմանագիրը կթևակողի նոր դարաշրջան Հնդկաստանի ու ԱՄՆ-ի միջև պաշտպանական հարաբերություններում։ Moving on, Syria and Turkey are shaking hands in a move aimed at boosting Syria's. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսել են համատեղ ուսումնական պատրաստություն Թուրքիայի ռազմակայաններում ու ուսումնավարժարաններում, այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ գործընթացն իրականացվում է երկու երկրների միջև ստորագրված համատեղ պատրաստության ու խորհրդատվության մասին հուշագրի շրջանակում։ Սիրիացի զինվորականները ներկայումս մասնակցում են Թուրքիայում անցկացվող տեսական ու գործնական դասընթացներին։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ Անկարան հետևում է Սիրիայի դեմոկրատական ուժերի, այսինքն Սիրիայի ժամանակավոր կառավարությանը ինտեգրվելու գործընթացին։ Վաշինգտոնի գագաթնաժողովը քաղաքական աջակցություն է տրամադրել խաղաղության գործընթացին, այս մասին հայտարարել է Հաջիևը։ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս սովորում են ապրել խաղաղության մեջ, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրներից ոչ մեկը խաղաղություն չի տեսել։ Այնուամենայնիվ, մենք խաղաղություն հաստատելու գործընթացում ենք, պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ ու այդ բոլոր սարսափելի բաները։ Սակայն այս ժամանակահատվածում խաղաղություն հաստատելը եւ խաղաղ պայմաններում ապրելուն սովորելը չափազանց դժվար է, այս մասին հայտարարել է Ալիևի օգնականը։ Միացյալ Նահանգները չեղարկել է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովը այն բանից հետո, երբ Մոսկվան Վաշինգտոնին ուղարկել է հուշագիր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոշտ պայմաններով, այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Ռուսաստանի պահանջները ներառում էին տարածքային զիջումներ, ուկրաինական բանակի կրճատում ու երաշխիք, որ Կիևը երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։ Համաձայնագիրը չեղարկելու որոշումը կայացվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև լարված զրույցից հետո։ Աղբյուրների համաձայն Թրամփը դժգոհ էր Մոսկվայի դիրքորոշումից ու որոշել էր, որ բանակցություններն անիմաստ են, եթե Կրեմլը ճկունություն չցուցաբերի։ Հանդիպման չեղարկումը նշանավորել է Վաշինգտոնի քաղաքականության կտրուկ շրջադարձ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը կարծես հակված էր մեղմացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Հետագայում Սպիտակ տունը կրկին խստացրել է իր հռետորաբանությունը պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների դեմ։ Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 23-ին Թրամփը չեղարկել է Բուդապեշտում նախատեսված Պուտինի հետ հանդիպումը։ Նա ասել է, որ շատ քիչ հավանական է, որ երկու կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ այդ պահին, բայց չի բացառել ապագայում գագաթնաժողովի հնարավորությունը։ Իսկ դուք եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ապա մնացեք մեզ հետ։